Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Իրինա Ատանյանը։ Ժամը 16:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Խորհրդմոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան 2 ամսական երեխան մահացել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Արաբկիր բժշկական կենտրոնից։ Հիշեցնենք, որ երեխան մարտի 16-ին կլինիկական մահ ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրան ծեծի է ենթարկել խորհրդմայրը։ Ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել էր դեպքից անմիջապես հետո։ Խորհրդմոր նկատմամբ կիրառվել է կալանավորումը որպես խափանման միջոց։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է 2 ամսով։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քննչական մարմինները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։ Քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են ռոմանտիկ սկամ մեթոդով համակարգչային հափշտակությունները կատարող խումբ։ Մարտի 17-ին Երևանում վարձակալած գրասենյակային տարածքում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օտարերկրյա հեռախոսակարգեր եւ հանցավոր գործունեությունը համակարգող ուղեցույցներ։ Պարզվել է, որ խմբի անդամները ծանոթագրությունների հավելվածներում եւ մեսենջերներում կեղծ օգտահաշիվներով ներկայացել են որպես երիտասարդ աղջիկներ, սիրային նամակագրության միջոցով շահել քաղաքացիների վստահությունը, ապա ուղղորդել կեղծ ֆիշինգային կայքեր, հափշտակելով նրանց ֆինանսական միջոցները։ Հափշտակված գումարները կանխիկացվել են օտարերկրյա պետությունում եւ փոխակերպվել կրիպտոարժույթի։ Նախագնությունը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանը վախեցած է եւ սեփական ժողովրդին շանտաժի է ենթարկում ու սպառնում պատերազմով։ Այսօր Օրագի նյուզի հետ զրույցում ասաց Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարությանը, որտեղ նա անդիմադիր որոշ ուժերի պատերազմի դուռ բացողներ էր որակել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանն էլ մեծ զրույցում տարօրինակ համարեց, որ երկրի ղեկավարն առաջնորդում է Ադրբեջանի նախագահի թելադրած օրակարգով։ Գագիկ Ծառուկյանը բազմիցս շեշտել է, որ որևէ մեկը պատերազմ չի ուզում, եւ կոնկրետ մենք ձգտում ենք երաշխավորված խաղաղության, ոչ թե ամեն օր ստորացվող խաղաղության, ասաց Իվետա Տոնոյանը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն չի կարողանա մասնակցել Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս պատրիարք Իլյա Բ-ի հուղարկավորությանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Փաստաբանի խոսքով քննիչը մերժել է վեհափառի պաշտպանական կողմի միջնորդությունը վերացնելու խափանման միջոցը, որը արգելվում է նրա երգը Հայաստանից։ Զոհրաբյանը նշել է, որ դա երկրի վարկանիշը վնասող հերթական ապօրինությունն է։ Հիշեցնենք, փետրվարի 14-ին վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Մասյացյոտի թեմի նախկին առաջնորդ կարգալույծարված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Գործի շրջանակներում արգելվել է նրա ելքը Հայաստանից։ Այսօր մարտի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 1:20-ի սահմաններում Ագաթան Գեղոսի փողոցում կրկեսի դիմաց բախվել են Տեսլա եւ Մերսեդես մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով Տեսլան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու անցել բազալտե եզրաքարերի վրայով եւ հայտնվել Արարատ կինոթատրոնի տարածքում։ Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքները։ Հիդրոօթերոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Երևանում փոշու եւ ազոտի երկօքսիդի պարունակությունը մի շարք վարչական շրջաններում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ԾԾՄԲ-ի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել նորման։ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, բայց դեռ ոչ ոք դրա մասին չի հայտարարել։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը Բելիներ Ցայթունգ թերթին տված հարցազրույցում։ Հնարավոր է այն արդեն սկսվել է, մենք պարզապես դեռ պաշտոնապես չենք խոսում դրա մասին։ Նավթի, գազի, հանքանյութերի, հազվագյուտ մետաղների եւ այլ հումքի համար պայքարը սկսվել է վաղուց, ասել է նա։ Վուչիչը նշել է, որ առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները սկսվել են որպես տարածաշրջանային հակամարտություններ եւ միայն ավելի ուշ են ձևավորվել ավելի մեծ դաշինքներ, որոնք ի վերջո հանգեցրել են ուղղակի հակամարտության։ Նրա խոսքով նմանատիպ դինամիկա է նկատվում նաեւ այսօր։ Սերբիայի նախագահը հույս է հայտնել, որ կարելի է խուսափել սրացումից, բայց խոստովանել է, որ ներկայումս չի տեսնում դրան հասնելու հեշտ ճանապարհ։ Նոր ուժ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդանական ընտրություններին կմասնակցի վարչապետի թեկնածու Հայկ Մարությանով։ Այս մասին կուսակցության անդամները հայտնեցին այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ 2021 թվականից արդեն 5 տարի է անցել։ Այս 5 տարվա ընթացքում ինչ ասես, որ չենք տեսել։ 2018 թվականին երբեք չէին կարող մտածել, որ այսպիսի նվաստացումներ ենք տեսնելու, արհավիկներ ենք տեսնելու, օրենքների խախտում ենք տեսնելու, բայց արի ու տես այդ ամենը եղավ։ Նշել է Հայկ Մարությանը
Փաշինյանը հավելելով, որ ընտրությունների նախօրեին քաղաքական դաշտում արկա բազմազանության հետևում կան ստորգետնյա ջրեր, որոնց մասին ընտրողը պետք է տեղյակ լինի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին եւ նախագահ Մասուդ Փեզեշքյանին։ Ուղերձներում Փաշինյանը վստահություն է հայտնել, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ երկու բարեկամ երկրների հարաբերությունները, խարսված անկեղծության, վստահության եւ փոխադարձ հարգանքի վրա, եւ Իրանի ժողովրդին մաղթել հարատև խաղաղություն ու բարօրություն։ Շնորհակալություն այսօր այսքանն էինք պատրաստել, կհանդիպենք հաջորդ շաբաթ։